Այսպես ասում է Աստծո խոսքը, Եփեսացիս 3-րդ գլուխ 13 խոսքից եմ կարդում, մինչև վերջ, Եփեսացիս 3:13 խոսքից։ Ուստի կաղաչեմ, որ չձանձրանաք իմ նեղություններից պատճառով, որոնք ձեզի համար են եւ որոնք ձեր փառքն են։ Այսօր համար ծունկի վրա գալով մեր Տեր Հիսուս Քրիստոսի հոր առջև, ուրկի ամեն ազգատոմ երկնքի մեջ ու երկրի վրա անուն կառնե, կաղաչեմ, որ տա ձեզի իր փառքի ճոխության չափով զորությունով հաստատվել իր հոգիովը ներսի մարդու մեջ, որպեսզի Քրիստոս հավատքով ձեր սրտերու մեջ բնակի եւ դուք սիրով արմատացած ու հաստատված ըլլաք, որպեսզի կարենաք հասկանալ բոլոր սուրբերի հետ մեկտեղ, թե ինչ է լայնությունը, երկայնությունը, խորությունը ու բարձրությունը, այսինքն ճանաչել Քրիստոսի սերը, որ գիտությունը գերազանց է, որպեսզի լցվեք Աստծո ամեն լրությունով, արդ ան որ կարող է առատությամբ ընել ամեն բաներեն ավելի, զոր մենք կխնդրենք կամ կխորհենք այն զորությունով, որ մեր մեջ կներգործվի, իրեն փառք եկեղեցի մեջ Քրիստոս Հիսուսով, բոլոր դարերու մեջ հավիտյանս հավիտենից, ամեն, փառք Հիսուսին։ Սերներ, մենք տեսնում ենք, չէ, ինչպես է Պողոս առաքյալը եկեղեցին ուղղում հոգևոր պրոբլեմների, խնդիրների վրա։ Ոչ թե մեր մարմնավոր վիճակների, մեր դժվարությունների, որ մենք անընդհատ մեր մտքի մեջ էտի է, թե ինչպես անենք, ինչքան աղոթենք, ինչպես անենք, որ մեր հարցերը լուծվի, մեր կյանքի պրոբլեմները, խնդիրները, առողջությունը, չգիտեմ, բիզնեսային գործերը եւ այլն, բայց ես տեսնելով Պողոս առաքյալի հորդորանքը բոլոր իր նամակների մեջ, կարդում ենք, որ նա եկեղեցու համար մենակ մի նպատակ ունի, հասցնել իրանց Քրիստոսի կատարյալ վիճակին, սիրելիներ։ Եվ էսի է իր աղոթքը։ Մենք տեսենք ինչ ենք անում, մենք ասում ենք, հենց որ ասում ենք աղոթենք, մարդկանց հոգեբանության մտքի մեջ արդեն մի բան կա հոգսերի համար։ Հելնում ենք, ասում ենք, եկեք մեր հոգսերի համար աղոթենք, մեր հիվանդությունների համար աղոթենք, մեր պրոբլեմների համար աղոթենք, բայց ես այսօր ուզում եմ ասեմ ձեզ, սիրելիներ, եկեք աղոթենք այս աղոթքը, որ Պողոս առաքյալը աղոթում է եփեսացիների եկեղեցու համար։ Համաձայն եք։ Այս աղոթքը, որտեղ ինչ է ինքը աղոթում, տեսեք ինչ է ասում, աղոթք եմ անում ձեզ համար, կաղաչեմ, որ տա ձեզի իր փառքի ճոխության չափով զորությունով հաստատվել իր հոգիով ներսի մարդու մեջ։ Դուք տեսնում եք էսի։ Դուք ունեք այս նպատակը, սիրելիներ։ Մենք աղոթում ենք սրա համար, որ մենք հաստատվենք իր հոգիովը ներսի մարդու մեջ։ Գիտեք ինչու ներսի մարդու մեջ, որովհետև դրսի մարդը, այսինքն մարմինը մեջ, դրսի մարդը ամեն անգամ ենթարկվում ամեն տեսակի պրոբլեմների եւ մենք ուզում ենք այդ հարցերը լուծենք մեր ուժերով եւ մեր հնարավորությունների չափով, բայց մենք ֆեյլ ենք անում, մենք ձախողում ենք։ Ինչու, որովհետև մեր կյանքը հոգեվոր պատերազմ է, ոչ թե մարմնավոր, եղբայրներ քուրեր։ Եվ մենք դա չենք նկատում, որ մենք հոգեվոր պատերազմ ենք մղում։ Եվ դրա համար մենք անդադ պարտվում ենք այդ հարցերի շուրջը։ Եվ ինչ է ասում, հոգիով ներսի մարդու մեջ հաստատվել, եւ որպեսզի Քրիստոս հավատքով ձեր սրտերի մեջ բնակի, եւ դուք սիրով արմատացած ու հաստատված ըլլաք։ Եկեք նայենք մեր կյանքին, սիրելիներ։ Մի փոքր խոսակցություն, մի փոքր պրոբլեմ, ես չեմ ասում փոքր հլա, մեծերը ինչքան են, մեծ պրոբլեմները ինչքան են մեզի հունից անում, ինչքան են մեզի վերջը Քրիստոսից փառքից գցում, հավատքից գցում, ասում է, որպեսզի դուք, այսպես ուզում եմ խոսքը կարդալ, որպեսզի ավելի հաստատուն լինի մեր մեջ, սիրով արմատացած ու հաստատված ըլլաք, հավատքով ձեր մեջ, Քրիստոս հավատքով ձեր մեջ, հաստատված սիրով ու ուրեմն արմատացած լինեք, որ ոչինչ չկարանա մեզի արմատախիլ անել մեր հոգևոր կյանքից։ Ուր է մեր հավատքը, երբ որ մենք ապրում ենք այս երկրի վրա, ուր է այն խոսքը, երբ որ մենք կարդում ենք ավետարանը, ուր այն գործողությունը ավետարանի խոսքի է, որ մեզի պետք է մենք գործածենք, ուր այդ հավատքը, որ մենք չենք օգտագործում դա մեր ընտանիքներում, մեր տներում, եկեղեցում, եղբայրներ քուրեր, մեր ճանապարհների մեջ։ Ինչու, որովհետև սիրով արմատացած ու հաստատման կարիք ունենք մենք։ Եվ սա է իր աղոթքի նպատակը։ Դարձրեք այսօր ձեր աղոթքի նպատակ, ասեք, Տեր, ուզում եմ սիրով արմատացած եւ հաստատված լինեմ հավատքով իմ մեջ, որպեսզի Քրիստոս հավատքով իմ մեջ արմատանա։ Ունես դու այս նպատակը, որն է քո աղոթքի նպատակը։ Շարունակության մեջ ինչ է ասում, որպեսզի կարանաք հասկանալ բոլոր սուրբերի հետ մեկտեղ,
Ինչ է լայնությունը, երկարությունը, խորությունը, բարձրությունը։ Հարց եմ տալիս երելիներ։ Երբ ենք մենք հասկանալու Քրիստոսի լայնությունը, խորությունը, երկարությունը, բարձրությունը։ Երբ դա տեղի ունենում, երբ որ մենք հաստատված ենք, արմատացած ենք, սիրով Քրիստոս մեր մեջ բնակվում է, այն ժամանակ մենք կարանք մտածենք բարձրության, խորության, լայնության եւ երկարության մասին։ Իսկ եթե հաստատված չեմ ես սիրով արմատացած, ես ինչքան է խոսեմ բարձրության սիրո մասին, դա այն վրա ոչ մի ազդեցություն չի ունենալու, ես դա չեմ հասկանալու, չի բացվելու ինձի։ Որովհետև պարզ մի հատ պայման կա դրա համար։ Հոգիով հաստատվել ներսի մարդու մեջ։ Ինչի հոգիով, որովհետև հոգին է բացում, հոգին է սովորացնում, հոգին է ուղղություն ցույց տալի, հոգին է խրատում, հոգին է մեզի առաջնորդում, այդ ամենը իրանից է գալի։ Իսկ եթե նա հաստատված չի, այն ժամանակ ես ընդամենը մարդկային զգացմունքների, պայմանների տակ եմ դատողություն անում եւ ընկնում եմ փորձության մեջ, սիրելիներ։ Եվ որն է այդ բարձրությունը, խորությունը, լայնությունը, երկարությունը, այսինքն Քրիստոսի սերը, որ նա ամեն կողմանը չափվում է, ամեն կողմանը, թե բարձրության, թե լայնության, թե խորության, թե երկարության կողմանը չափվում է Քրիստոսի սերը։ Ես ունեմ դա, ես ուզում եմ հարց տամ։ Եվ եթե չունեմ, դա ամոթ չի, սիրելիներ։ Եթե չունեմ, դա տկարություն չի, սիրելիներ։ Սա հավատարմություն է, որ մենք պետք է ցուցաբերենք Տիրոջ առաջ։ Եվ վերջապես Աստծո խոսքը շարունակում է արդ անոր, որ կարող է առատությամբ ընել ամեն բաներեն ավելի, զոր մենք կխնդրեմ կամ խորհենք։ Լսում եք այս խոսքը։ Նա կարող է անել ամեն, ավելին անել, ինչ որ մենք խորհում ենք ու մտածում ենք։ Ավելին անել, կխնդրենք կամ կխորենք, նա որ կարող է առատությամբ անել։ Մենք չենք հասել ստե։ Ես չէ որ ես հասել եմ, ես էլ դրա կարիք ունեմ։ Այս խոսքը ես պետքա բերեմ հավատքով իմ մեջ բարձրացնեմ, ասում է ան որ կարող է առատությամբ ընել ամեն բաներեն ավելի, որ կխորենք, կխնդրենք կամ կխորենք։ Ինչ որ խնդրում ես, ինչ որ խորում ես, հավատքով իմացի, որ Աստված կարա ավելին անի դրա համար, առատորեն անի։ Ամեն, փառք Տիրոջը։ Եվ դրա համար ասում է, որ իրեն փառք եկեղեցի մեջ Քրիստոս Հիսուսով բոլոր դարերու մեջ հավիտյանս հավիտենից գանք աղոթքի մեր սրտերը բերենք սիրելիներ եւ ասենք Տեր ես ուզում եմ էսի ունենամ իմ կյանքի մեջ սովորացրու ես բաները ինձի սովորացրու որ իմ հայացքը ոչ թե մարմնավոր խորհուրդների ոչ թե մարմնավոր կարիքների մարմնավոր խնդիրների վրա իմ աղոթքը լինի հապա երկինքն եմ ուզում բացվի ինձի ես հասկանամ այս ամեն ինչը եւ հոգիով հաստատեմ ներսի մարդու մեջ սա թող աճի իմ մեջ սիրելիներ Սերդանց փառք Տիրոջը, Աստծո ժողովուրդ, Տերը թող օրհնե զորացնե, որպեսզի Աստծո խոսքը, Աստծո հոգով մատակարարվի ամենքից։ Մենք բոլորս եկել ենք Աստծո հոգուց առնելու, որովհետև մարդը կարող է մարդուն հոգնեցնել, ցանցրացնել, ճիշտ է։ Եթե չհարդարվենք, մենք ամենքս գիտենք, բայց այս վայրի մեջ միայն Աստված կփառավորվի ու Աստծո խոսքն է Աստծո հոգու ձեռով իր ժողովրդին կհասնի։ Դրա համար միշտ էլ մենք կհիշեցնենք, որ Աստծո խոսողի համար պետք է աղոթենք մեր մտքերի մեջ, որովհետև մենք Աստծո կարիքն ունենք, Աստծո խոսքի կարիք ունենք։ Մենք կարիք ունենք, որ Աստված խոսա մեզի հետ։ Մարդը մարդու հետ միշտ կխոսա, ճիշտ է։ Ամեն օր առավոտից իրգուն մարդու հետ խոսա։ Բայց մենք եկել ենք, որ Աստված խոսա մեր հոգու հետ, մեր սրտի հետ։ Մենք տեսնենք մարդուն, բայց խոսացողը Տերն է, իր հոգին է։ Թող Տիրոջ անունը փառավորվի, թող Տերը օրհնե, զորացնե։ Տիրոջ կամքով, եթե Աստված կամենա, եւ Աստծո կամքն է իհարկե, որպեսզի մենք վերստին ծնվածներս Աստծո սիրո մեջ ապրենք։ Ես կկարտամ եք համար եւ Աստծո սիրո մասին խորենք տեսնենք, թե Աստծո կամքը որն է, հենց Աստծո կամքը Աստծո սերն է, որովհետև Աստված պատվիրան է տվել մեր Տեր Հիսուսը, ասես նոր պատվիրան կուտամ, թեև այդ պատվիրանը կար եւ նոր պատվիրան էր, որ մենք իրար սիրենք,
Ինչպես պետք է մարդիկ իմանան, աշխարհ իմանա, որ դուք իմ աշակերտներս եք, եթե իրարու վրա սեր ունենաք։ Ես կարդամ Աստծո սիրո մասին առաջի Հովհաննու թուղթ 4-րդ գլուխ 7-րդ խոսքից։ Սիրելիներ, մեկս մեկ սիրենք, վասնզի սերը Աստուծմե է։ Ամեն ով որ կսիրե, Աստուծմե ծնած է ու կճանչնա Աստված։ Տեսեք, Աստծո խոսքը ասում է, ով որ Աստծուց ծնված է, մեկս մեկ կսիրե։ Եթե ես իմ կյանքիս մեջ ինչ որ մեկին չեմ սիրե, ես կհրաժարվեմ այդ ծնունդից։ Ինչքան շատ մարդիկ կհրաժարվին, որպեսզի իրանք իրանց կհրճագեն, թե Աստծո սիրո մեջ են, բայց Աստծո սիրո մեջ լինելու միակ պատճառը իրար սիրելն է։ Եթե ես Աստծուն կսիրեմ, պետք է ինչ անեմ։ Պետք է իմ եղբորս ու քրոջը սիրեմ։ Ինչպես պետք է իմանամ։ Օրինակ, եթե ես ցեզի համոզեմ, ժողովուրդ, ես Աստծուն կսիրեմ, դուք ել կասեք, հա, լսեցինք, որ դու ասեցիր, բայց մնացած ապացույցը, քո ապրածդ կյանքը, չէ, ցույց կտա, դու Աստծուն սիրող մարդ ես, թե չէ, դու վերստին ծնված մարդ ես, թե չէ։ Եթե ես կսիրեմ բոլորին, ճիշտ է, ես Աստծո ծնված եմ, որովհետև սերը Աստվածանից է։ Շարունակությունը կարդանք, տեսեք։ Ան որ չի սիրեր, Աստված չի ճանչնար, վասնզի Աստված սեր է։ Տեսակ շատ բարձ գրված է։ Եթե ես չեմ սիրե, ես Աստծուն չեմ ճանչնա։ Նաև Աստծուն ճանաչելու կան շատ խոսքեր, եթե ես Քրիստոսի խոսքը կպահեմ, նաև Աստծուն կճանաչեմ, ճիշտ է։ Քրիստոսի խոսքը քարոզը, որպեսզի սիրեք նաև ում, ձեր թշնամիներին։ Ինչպես պետք է մարդիկ իմանան, որ ես Աստծո մարդ եմ։ Ինչպես պետք է իմանան, որ ես Աստծուն կճանչնամ, Աստծուց եմ ուղարկված։ Եթե ես թշնամուս չսիրեմ, ոչ մեկ էլ չի հավատա, որ ես Աստծուն ճանաչող մարդ եմ։ Ճիշտ է, ժողովուրդ ջան։ Եթե ես չեմ կարող դիմացինից ներել, ես Աստծուն չեմ ճանաչել։ Իսկ Աստծուն սիրող մարդը նաև պետք է ները իր թշնամուն եւ իր հալածողների համար աղոթք կանե։ Թող Տերը փառավորվի, Տերը թողորտնե ամենքիս։ Ես տխուր թեմա չեմ խոսա, չէ՞ ժողովուրդ։ Աստծո սիրո մասին է, Աստծո սերը ուրախություն է, Աստծո սերը կյանք է։ Ես չեմ ասել, որ մենք չենք սիրե, մենք կսիրենք, բայց կուզենայի, որ մենք ավելի այդ սերը կատարելագործենք։ Այդ սերը Աստծո հոգով է։ Սերը մեր մեջ ինչպես է տարածված։ Աստծո խոսքը ասում է Սուրբ Հոգու ձեռով։ Մենք պետք չէ որ մենք մեզի համոզենք, որ պետք է սրանից հետո սիրենք, չէ, այդ սերը Աստծո Հոգուց կփախա։ Եթե ես սիրո մեջ տգար եմ, այսպես ասեմ, սիրո մեջ շատ քիչ եմ, քիչ կսիրեմ, ի՞նչն է պատճառը։ Իմ այդ պատճառը Աստծո Հոգու հետ հաղորդակցվելն է, որ չկա։ Եթե չեմ հաղորդակցվի, Աստծո հետ չեմ քայլե, դրա համար էլ Աստծո սերը իմ մեջ քիչ է։ Շատ բարձ օրինակ, եթե ես Աստծո հետ կքայլեմ, Աստծուն կլսեմ, Աստծո հետ հաղորդակցվեմ, այդ սերը կփոխանցվի իմ մեջ։ Տեսեք աշխարհի մեջ ով ում հետ շփվի, ինչ տեսակի մարդու հետ շփվի, նույն մարդն էլ ինքը կդառնա, ճիշտ է։ Եթե մարդ գող մարդու հետ շփվի մի տարի, ինքը նրա նման գող կդառնա, ճիշտ է։ Եթե դու կշփվիս Աստծո հետ, ճիշտ է, օրինակը մեկ չեմ կողմից ստացվավ, եթե դու կշփվիս Աստծո հետ, դու Աստծուն կնմանվիս։ Եթե միշտ լսես իր ձայնը, իրան հնազանդվես, դու սկսես կնմանվել իրան, այսինքն կդառնաս նույն ստեղծագործված ծնված մարդը, որ Աստված Ադամին ստեղծեց իր պատկերով ու նմանությամբ։ Շատ կատարյալ է ստեղծվել Ադամը, ճիշտ է։ Այդ նույն մեռած մարդուն Աստված կուզե նորից կյանք տա։ Եթե նորից կծնվիս, դու արդեն Աստծուն սիրող մարդ ես, դու բոլորին սիրող մարդ ես, դու քո թշնամուց սիրող մարդ ես, դու ամենքին է կսիրես, որովհետև այդ սերը կյանք է։ Հենց կյանքը քո մեջ կտեղափոխվի, դու կդառնաս ամենքին սիրող մարդ։ Ես չեմ ասել, որ ես ամեն բանի մեջ կատարյալ եմ ու սիրով եմ, այդ խոսքը առաջինը ինձ կվերաբերվի, որովհետև ով որ կխոսա խոսքը, ինք առաջինը դիպադասխան տա։ Լսողները շատ բարդականություն չեն ունենա, ավելի շատ խոսողները։ Եթե քույրիկներ դուք էլ մեկ խոսքը վկայեք, դու այդ խոսքի մեջ պետք է մնաս, որպեսզի լսողը ընդունե։
Պատկերացրեք, մենք Աստծո խոսք խոսանք, հետո Աստծո խոսք խոսալուց հետո չուզենանք իրար երես նայել։ Ով կհավատա։ Ինձ կհավատա, որ ես Աստծո սիրո մարդ եմ, չէ։ Ինչքան որ կխոսանք, թող Տերը օգնե, որպեսզի դրա մեջ ապրենք, որտեղ խոսալը շատ հեշտ է։ Շարունակությունը կարդամ Աստծո ժողովուրդ, տեսեք, Աստծո սիրո մասին շատ հիասքանչ կերպով Հովհաննես Սարակյալը իր թղթերի մեջ գրե։ Այս բանի մեջ է Աստծո սերը մեր վրա հայտնի եղավ, որ Աստված միածին որդին աշխարհ ղրգեց, որպեսզի անոր միջոցով ապրենք։ Այս բանի մեջ է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, ապա որ անիկա մեզ սիրեց ու իր որդին ղրգեց մեր մեղքերի քավություն ունենալու։ Տեսեք Աստծո սերը գործնական ինչպես երևաց, որ իր միածին որդին տվավ մեզի համար, ճիշտ է։ Հիմա իմ սերս ինչպես պետք է ցույց տամ։ Եթե ես ասում եմ սիրում եմ, ինչպես պետք է ցույց տամ։ Ցույց պիտի տամ, որ ես սիրո մեջ քայլեր անեմ։ Եվ սիրո մեջ գրված Աստծո խոսքը ոչ թե լեզվով ու խոսքով սիրեք, այլ ինչպես գործով ու ճշմարտությունով։ Այսինքն սերը ճշմարտություն է։ Եթե ես գործով կսիրեմ, մարդիկ կիմանան, որ ճշմարիտ Աստծո մարդ է։ Եթե ես ասեմ, որ սիրեմ ու ոչ մեկին չհասնեմ, չօգնեմ, չծառայություն չանեմ, ոչ մեկը չի հավատա, որ ես Աստծո մարդ եմ կամ Աստծո սերը իմ մեջ բնակված է։ Ճիշտ է։ Այդ սերը նաև ցույց կտա գործնապես։ Եթե Աստծուն սիրով ենք, նաև Աստծո խոսքը պիտի պահենք, ինչպես Աստված կարգադրել է։ Շարունակությունը. Սիրելիներ, եթե Աստված մեզ այսպես սիրեց, ուրեմն մենք ալ պարտավոր ենք մեկս մեկ սիրել։ Այս խոսքի վրա ես շատ եմ մտածել, Աստծո ժողովուրդ, թեև եղբայրներիս հետ այդ մտքի վրա զրուցել ենք, տեսեք, մենք գիտենք Աստված ինչքան կսիրե մեզի։ Ամեն մարդ գիտե ինչքան կսիրե Աստված իրան։ Եթե դու աղոտ կնես, դու գիտես, որ Աստված քեզի շատ կսիրե, ճիշտ է, ու քո աղոթքը կլսե։ Ինչքան որ դու Աստծուն ճանաչել ես, ինչքան որ գիտես Աստծո սերը, նույն այդ սիրով պետք է սիրես մյուսներին։ Օրինակ, այդ պատվիրանը կա, որպեսզի մեր մեջ 100%-անոց ձևակերպվի, որ եթե մեկը քեզի կսիրե, դու զգաս Աստծո սերը։ Դու զգաս, որ այդ Աստված է քեզի սիրողը, իր մեջ Աստված կա։ Նաև մարդն է դիմացինը, բայց տեսնես, որ իր մեջի Աստվածը քեզի կսիրե։ Այդ սիրով որ լցված յանից, մարդիկ կտեսին, որ այս Աստծո մարդկանց մեջ, իրանց մեջ Աստված կբնակվի։ Մտանք այս մարդու օջախը, տունը, ճիշտ է, հավատքի մարդու, տեսանք, որ իրանց տան մեջ Աստված կա։ Ինչպես զգացին, որ Աստված կա։ Շատ քաղցր էին, շատ բարի, շատ սիրով։ Աստծո հատկանիշներն է, սերը գրված է, ինչ է, շատ քաղցր է, չէ, չի նախանձի, չի հբարդանա։ Այդ հատկանիշները Աստծո հատկանիշներն են։ Եթե տեսնին, այդ ժամանակ ասեն, որ ձեր մեջ Աստված կբնակվի, ձեր ընտանիքի մեջ Աստված կա։ Եվ դրանից հետո սկսենք իրանք էլ ուզենալ, որ իրանց ընտանիքի, իրանց տան մեջ էլ Աստված բնակվի։ Փառք Տիրոջը, Աստված թողորթն է, զորացն է։ Գիտեմ, որ դուք էլ շատ բան գիտեք Աստծո սիրո մասին, բայց ես կուզենայի վերջին խոսքս, որ ինչքան էլ ուզենանք, իմանանք, որ մենք Աստծուն սիրում ենք, շատ բան կա սորվելու, Աստծուն սիրելու մեջ շատ բան կա։ Այսինքն Տերը թող օգնե, առաջնորդե, որ հասնենք այն աստիճանի, որ իրարու համար կյանք տանք։ Ամենամեծ սերն է, նոր կարտացինք, Աստծո սերը ինչպես հայտնի եղավ մեր վրա, որ իր միածին որդին տվավ։ Աստված չի ասե քո որդի դե դուր, այլ քո անձդ, դու քո կյանքդ, ինչպես որ Տերը կսե ես իմ կյանքս դրեցի, նույնպես էլ իրարու համար կյանք դրեք։ Թող Տերը օրհնե, զորացնե, պատրաստե, որ այս աստիճանի հասնենք, կատարելության հասնենք։ Կատարելությունը ո՞րն է։ Սիրո կապը կատարելությունն է, սիրո կապը։ Եթե կատարելության կուզես հասնես, պետք է շատ սիրես։ Պետք է սիրով ցույց տաս, գործով ցույց տաս, ու այդ ժամանակ Աստված կփառավորվի։ Տեսնեն ձեր բարի գործերը եւ Աստված փառավորեն։ Միայն խոսքով չէ, նաեւ պետք է տեսնեն, որ դու գործ եք արել, սիրո գործ եք արել, այս ժամանակ Աստված կփառավորվի։ Թող Տերը օրհնե, զորացնե իրան փառք հավիտյանս ամեն։
Ասենք Փարտիրոջ է քուրեր եղբայրներ ջան, Սուրբ Հոգու օգնությամբ կփորձեմ եղբայրների խոսքը մի փոքր շարունակել ու իրապես թող Սուրբ Հոգին այսօր Աստծո սերը լեցնի մեր սրտերի մեջ եւ հաստատի իրապես ներսի մարդու մեջ սիրով արմատանալու եւ այդ դրանից հետո նոր կգա այդ հաղորդակցությունը քուրեր եղբայրներ ջան։ Ունիկ աղբերը որ ասես չէ ավակների համար որ ցավացնում են իրապես այդ ցավացնելը որն է եղբայրները մի հատ խոսքի խրատը կարող է ուզենան անեն, չէ, մեզի կարող է դի ցավ լինի, չէ, բայց իրականում ասում Աստված որու կսիրեք խրատ է, չէ։ Հիմա եղբայրը ուզում է մի հատ սիրո խրատով բանանի, մենք վայ, վсё, մեր համար արդեն ցավ է, դժվարություն է, չէ, որ Տերը ուզում է, որ ամեն քսար շտկվեն քուրեր եղբայրներ ջան։ Ինչքան որ կլինի այդ խրատը ավելի ջիգարով աղոտ քարա, կտեսնես որ դու էլ կորտնվես, քո անձդ էլ կորտնվի։ Եղավ, որովհետև Աստծո խոսքի խրատը մեզի կարողա ցավա դժվարություն ատաշտ մարարա, բայց յետքը անով վարժվողներուն իր խաղարար, իր պատուղ արդյունքը կտա։ Ամեն Տիրոջ անունը փառավորվի։ Սա այո, սիրո արտահայտությունն է։ Եթե ես կա Աստվածային սերը, այս լեցունությունը, ես սրա մեջ մնամ, Աստված պիտի օրհնի ինձի։ Դրա համար Աստված օգնական լինի, որպեսզի այդ սիրո մեջ չպաղենք։ Լինում է որ պաղում ենք, ավետարանը ասում է, չէ՞, խոսքը ասում է, այդ սիրո մեջ մարդը կարա պաղի։ Հնարավոր է Հիսուսին ընդունեմ, այդ առաջի հավասը ունենամ, բայց կարա պաղի էդի։ Սրա ձեր դրա համար ավետարանը զգուշացնում է, որ մենք արթուն ելնենք։ Ուրեմն Մատթեոս ավետարան, ուրեմն տեսեք, ինչքան վերջի օրերի համար է։ Մենք կարանք ասենք վերջի օրերում ենք ապրում։ Ժամանակ ընթացքին, երբ որ նայում ես, ճիշտ շիտակ չգիտենք Տիրոջ գալուստը, բայց Տերը ասում էր, այս ընթացքը ժամանակները, կռիվներ, պատերազմներ, չէ, Մատթեոս ավետարան 24:3-ից որ կարդաք, շիտակ ասում է, ինչեր է լինում եւ էսի վերջավորությունն է։ 24 ուրեմն կարդամ 12-ից Անօրության շատնալու համար շատերու սերը պիտի պաղի, բայց ով որ մինչև վերջը համբերե, անիկա պիտի ապրի։ Արքայության այս ավետարանը բովանդակ աշխարհի մեջ պիտի քարոզվի, բոլոր ազգերին վկայություն ըլլալու համար։ Անկե ետքը վերջը պիտի գա։ Տիրոջ անունը փառավորվի։ Ասում է անօրության շատնալու պատճառով շատերու սերը պիտի պաղի։ Քուրեր եղբայրներ ջան, մենք պետքա ներսի մարդի մեջ հաստատվելով, ոնց որ եղբայրները կարդացին, մեր սերը պետք է ջերմանա, այդ կրակը պետք է ավելի բռնկվի։ Եթե պրոցեսը չի կատարվում, ուրեմն հակառակ դինամիկա է ունենում, հակառակ ընթացք է այդում։ Եվ անօրության շատնալու պատճառով է, որ սերը կպետք է պաղի։ Հիմա այս սերը եթե չեղավ, հիմա տեսեք զույգերի մեջ այս օրինակը ես շատ եմ բերում, տեսեք զույգերը չէ, իրար հիմքը որն է, որ ամուսնանում են։ Սիրո բանն է, չէ, եթե սիրո հիմքի վրա չի կառուցվում, խնդիր է լինում, գիտեք, եթե սիրո հիմքի վրա չի, լինում է ստիպողա բարձնողնա սենց զորով չէ բանան, բայց եսի վերջ ընտանիք չի դառնում, որովհետև սիրո հիմքի վրա չի, բայց երբ որ ազատ կամքի վրա ընտրությունը կատարվում է, սիրո հիմքի վրա է դրվում, այս ընտանիքը ամուր է լինում, բայց այտենց չի, որ եսի պահել է պետք հավատարմությամբ, եսի պահել է պետք, չէ, հիմա պատկերացա ամուսնացել են, բայց այդ հավատարմությունը, այդ սերը մեկ էլ պաղել է։ Մեկ էլ լինում է անհավատարմություն, լինում է դավաճանություն եւ լինում է քանդվել։ Դրա համար Աստված օգնական լինի, Աստված եթե դրել է այս ճանապարհի մեջ, իմ եւ իր հարաբերությունից շատ բան է կախված։ Իմ եւ Աստծո հարաբերությունից, այս սիրո հարաբերությունից, քուրեր եղբայրներ ջան։ Եվ սա ոչ թե ինձանից է, ոչ թե քեզանից է, առաջ ինքը սերը ցուցաբերես, ոչ թե ես ու դու։ Առաջ Աստված արեց այդ քայլը։ Ես հիմա այդ համարները կկարդամ եւ կտեսնենք, ինչքան է իմ սերս սրա մեջ արմատացած եմ թե չէ։ Եթե ես պետք է նայեմ այդ սերը, այդ հարաբերությունը ոնց է գալիս է նախ իմ ընտանիքի մեջից, գալիս է եկեղեցու մեջից, այս հարաբերությունը քուրեր եղբայրներ ջան, առաջինը Աստծո հետ, նոր գալիս է ընտանիքը, անձը Աստծո հետ, ընտանիքը նոր եկեղեցին։ Եթե այս սիրո հիմքի վրա չի, ուրեմն մի բան խարբարվել է։ Հիմա ես էսի ինչի համար եմ ասում, քուրեր եղբայրներ ջան։ Ես այսօր նայեմ իմ անձիս, այս սիրո մեջ պաղած եմ թե չէ։ Ոնց եմ նայում, նայի քո ընտանիքի մեջ ոնց է քո հարաբերությունը, նայի եկեղեցու մեջ ոնց է իմ հարաբերությունը, սա շատ կարևոր բան է, քուրեր եղբայրներ ջան։ Ամեն մեկս ես իմ անձից նայելով, ես նայեմ տենամ այդ սիրո մեջ պաղած է, ուրեմն անօրության բաժին կա, ուրեմն խնդիր կա, ես պիտի նայեմ, էսի վերանայեմ, որպեսզի ետ չմնամ, պաղած սառած չմնամ, այտես մինչև ասում է
այդ գալուստը պիտի լինի, չէ, ասում է, բայց ով որ մինչև վերջը ամփեր է, անիկա պիտի ապրի։ Հիմա այս արքայության ավետարանը խոսում է, այս մինչև վերջը ամփերել է երբ ենք հասկանում, երբ այս մինչև վերջը։ Մինչև իմ կյանքիս վերջը։ Հիմա ես ապրում եմ, Տերը կգա փառ Տիրոջը, բայց մինչև վերջը իմ կյանքիս վերջը ես պետք է մնամ այս սիրո մեջ, պահել է պետք, այս հավատարմությամբ պահել այսի պետք։ Սրա մեջ մնալ է պետք, քուրեր եղբայրներ ջան։ Հիմա ես պետք է նայեմ իմ ընթացքից, եթե մի բան խարբարվել է այդ հարաբերության մեջ, իմ անձս Տիրոջ հետ, Աստծո ներկա իր սիրո հարաբերության մեջ, իմ ընտանիքիս մեջ, իմ երեխեքիս զավակներից ես պետք է նայեմ, էսի շատ կարևոր հարց է, քուրեր եղբայրներ ջան, որովհետև այս ամեն ինչից է գալիս այս արտահայտությունը, Տիրոջ ողորմությունը, քուրեր եղբայրներ ջան։ Տեսեք հայտնության մեջ, հայտնություն ուրեմն երկուսի ուրեմն հայտնություն կարդամ հələ 2-ի 3-4 համարներ ասում է համբերության, տեսեք եկեղեցուն երբ որ ուղում է այդ խոսքը, տեսեք 2-ի 3-ը Եփեսոսին է ուղում, ասում է համբերություն ունենալով նեղություն կրեցիր իմ անվանս համար, ու չթուլացար, բայց քեզի դեմ բան ունեմ, քո առաջվան սերը ձգել ես։ Ասում է համբերեցիր, չթուլացար, լավ է, շատ լավ է, մնացել եմ, եկեղեցու մեջ եմ, բայց առաջվան սերը ձգել ես։ Առաջվան սերը ձգել ես, այն կյանքը, այն հաղորդակցությունը, այն ջերմությունը չկա, ու Աստված էսի տենում է։ Էսի տենում է, այդ կրակը չկա, այդ սիրո բանը չկա, ասում է բան ունեմ քո դեմ, առաջվան սերը ձգել ես։ Ճիշտ է, չթուլացար, բան չեղար, բայց ասում է մի բան ունեմ, առաջվան սերը ձգել ես, ասում է։ Հիմա ես պիտի նայեմ, քուրեր եղբայրներ ջան, որովհետև մենք Աստծո որպես եղբայրներ ասեցին որդիներ, մենք Աստծո զավակներ ենք, զինվորներ ենք Տիրոջ տան մեջ, քուրեր եղբայրներ ջան։ Ես հիմա ինչպես կպտտեմ։ Հիմա մեկ համար կարդամ, տեսեք հələ, առաջի Թեսաղոնիկեցիս ուրեմն 5:8-ից կարդամ, բայց մենք, որովհետև ցերեկվանն ենք, զգաստ լանք եւ հավատքի ու սիրո զրահը մեր վրա հագնենք ու փրկության ուսին սաղավարտը գլուխնից դնենք։ Ես ասում եմ ցերեկվանն եմ, հավատքի սիրո զրահը վրանից հագնենք, ասում է, եւ բանը փրկության ուսին սաղավարտը դնենք։ Վասնզի Աստված մեզ բարկության համար չորոշեց, ապա փրկություն ստանալու համար Տեր Հիսուս Քրիստոսին ձեռքով, որ մեզի համար մեռավ, որպեսզի թե արթունը լանք եւ թե քնանանք իրեն հետ մեկտեղ ապրինք։ Մեր ապրելակերպը իր հետ լինի, քուրեր եղբայրներ ջան, հավատքի եւ սիրո զրահը։ Հիմա որպես որդի ես այս հավատքի սիրո զրահով պետք է պատտեմ եւ փրկության հույսին սաղավարտը, սպառազինությունը սա է իմ քուրեր եղբայրներ ջան։ Մեր սպառազինության զենքերը, որ եղբայրներ ասեցին, հոգեվոր պետք է լինի, հավատքի եւ սիրո զրահը պետք է հագնեմ։ Հիմա այտենց չլինի, մի հատ ոնց որ մի հատ խրատ ա լինում, մի հատ բան ա լինում, վերջ, չեմ սիրում, էլ սա խաթարվում ամեն բան։ Շատ կարևոր բան ա, քուրեր եղբայրներ ջան։ Ինչքան որ կլսենք խոսքը, ինչքան որ ես կառնեմ, ես կարողանամ այդ սիրո բանը ցուցաբերեմ, քուրեր եղբայրներ ջան։ Հնարավոր է ավետարանի խոսքով գանք, կրթվելու։ Ես լավ հիշում եմ մեր ավագ եղբայրները այն ժամանակ, որ ուսուցումներ էր լինում, չէ, խորը բաներ էր խոսում, բայց եղբայրները գիտեք ինչ էին ասում։ Ասում էին չմոռանաք այն եղբայրներին, ովքեր որ ձեզի կրթել են, սովորացրել են, այսինքն ձեր պամպերսը փոխել են, փոխաբերական իմաստով եմ ասում, ժամանակին չէ որ մենք որպես Աստծո առաջ այդ երեխայի պես են եղել, չէ, մի հատ ստից բանից սենց են կարեն, հենց են կարել, ասում ձեր տակն է կարել, ներեք ես խոսքիս համար, պամպերսը փոխել են, խնամել են ձեզի, հոգ են տարել, աղոթք են արել այդ եղբայրների դեմ, եթե դու ասում ա գլուխ բարձրացնես, ուրեմն դու մարդ կոչվելու իրավունք չունես։ Սա ավետարանն ասում, քուրեր եղբայրներ ջան, այն եղբայրները, որ սովորացնում են, սնուցանում են, մեր ժամանակին խնամք են տանում, մենք այտենց չլինի, մի քիթիկա գլուխներս հավաքենք ու սկսենք արդեն անարգել, չգիտեմ ինչեր։ Դրա համար Աստված օգնական լինի, պահի մեզի այդ սիրո մեջ, որ մենք մեր ամանից, մեր բաժնից դուրս չգանք։ Ամեն բանը, ամեն ընթացքը կարգավ եւ վայելուչ լինի, որովհետեւ լինում է երեխան որ երեխա է, այո, ես բան չունեմ ասելու, գրկում ես աշկը մատը մտցնում է աշկը, ականջիցդ քաշում է, իր բնույթն է, դա, բայց մենք Աստված օգնական լինի, որպեսզի մենք կարողանանք այս ամեն ընթացքը սիրո հիմքի վրա լինի,
Աստծո սիրո հիմքի վրա լինի, որովհետև սա ինձի եւ քեզի շատ օգտակար է։ Եվ տեսեք Գաղատացիների կարդամ Գաղատացիս 2-ի ուրեմն 2:20 հələ կարդամ ասում է Քրիստոսին հետ ուրեմն ես կարդում եմ այս զգաստության սիրո հավատքի մեջ լինելը Քրիստոսին հետ խաչը ելա եւ ալ կենթանի է ոչ թե ես ապա Քրիստոս կենթանի է իմ մեջս բայց ես որ հիմա մարմնովս կապրիմ Աստծո որդի հավատքովը կապրիմ որ ասում է զիս սիրեց ու իր անձը ինձի համար մատնեց հիմա տեսեք մենք մոռանում ենք որ Աստծո որդու հավատքով մենք կապրինք Այդ ինչի հիմքի վրա, որ ինձի սիրեց իր անձը մատնելով, քուրեր եղբայրներ ջան։ Ինչի ես չեմ կարող կնոջս եղբորս երեխուս մի հատ հարցը տանեմ։ Ինչի չեմ կարող եկեղեցու մեջ եղբայրը, ավագ եղբայրը, հովիվ եղբայրը խրատելա չեմ կարող տանեմ։ Որովհետև չեմ տենում, որ Հիսուսի հավատքով չէ, այսինքն ճշմարտության մի ոնց որ այդ ճշմարտությունով չեմ ապրում, ավետարանի խոսքով չեմ ապրում, այդ սիրո բացակայությունն է, ոնց որ եղբայրները ասեցին, իմ սերը Աստծո հետ, այդ հարաբերությունը, այդ պակասել է դրա համար էսի չեմ կարող տանեմ, որովհետև երբ որ սա իմ առջևս կա, որ Աստծո որդին հավատքով է կապրին, որ զիս սիրեց ու իր անձը ինձի համար տվավ Հիմա երբ որ ես սա տեսնում եմ, ես չեմ կարող ուղղակի չներեմ իմ եղբորս, չեմ կարող ուղղակի չներեմ իմ քրոջս։ Հնարավոր է հարցեր ընտանիքներ չկա, որ հարց ու զրույց չլինի, քուրեր եղբայրներ ջան։ Բայց եթե այնտեղ գերակշռողը սերն է, Աստծո խոսքն է, Հիսուսն է կառավարում, Հիսուսն է ասում, այնտեղ լինում է նաև խաղաղություն։ Բոլորը խոնարհվում են, Տերը բարձանում է։ Բոլորը զիջում են, Տիրոջ խոսքը առաջանում է, սերը առաջանում է։ Սա Աստծո դրված օրենքն է, պատվիրանն է, շնորհքն է մեր մեջ դրված։ Եթե գործադրում ենք, մենք շահում ենք։ Մենք չենք կորցնում, շահում ենք։ Տեսեք, 2 Տիմոթեոս կարդամ եւ ասում է Աստված մեզի երկչոտության հոգի չտվավ, ասում է 2 Տիմոթեոս, հələ կարդամ, քուրեր եղբայրներ ջան։ Ուրեմն 2 Տիմոթեոս 1:7 Վասնզի Աստված մեզի երկչոտության հոգի չտվավ, ապա զորության, սիրո եւ զգաստության։ Երկչոտությունը գիտեք որն է? Երկչոտություն։ Վախկոտ, թուլասիրտ, անվստահ Ասում Աստված մեզի երկչոտության հոգի չտվավ, զգաստության ասում է, զորության, սիրո եւ զգաստության։ Հիմա եթե ես Հիսուսի բանակից եմ զգաստ պիտի լինեմ, արթուն լինեմ, զգոն պետք է լինեմ, հավատքի եւ սիրո մեջ, քուրեր եղբայրներ ջան։ Զինվորը պատկերացրա, ինչքան դեպքեր ա եղել, չէ՞, զինվորը երբ որ պոստի են կայնացրել քնել է, Ինչքան վնասներ ա եղել մնացածներին։ Հիմա որպես Աստծո զավակ ես պետք է հավատքի սիրո մեջ զգաստ լինեմ, որովհետև այս պոստի, ասում եմ, ձեր տեղը կանգնեք, հսկեցեք, հնարավոր է հակառակորդը քո միջոցով մեկի բամբասանքով, չարախոսությունով այդպես ներխուժի եկեղեցի, ներխուժի քո ընտանիք, ներխուժի քո անձնական կյանք, եթե ես հավատքի սիրո զգաստությամբ չեմ կանգնած։ Դրա համար այս պաշտպանությունը զենքերը որպես Հիսուսի բարի զինվոր, ես այս զգաստությունը պետք է պահեմ հավատքի եւ սիրո հիմքի վրա, որը Քրիստոսի վրա եղած հավատքից է գալի, այս սիրուց է գալի, քուրեր եղբայրներ ջան։ Բոլոր իմ ներսի շարժառիթները, երբ որ գալիս է Քրիստոսի վրա եղած հավատքից եւ սիրո հիմքի վրա, Բոլոր իմ շարժառիթները, իմ խոսվածքը, իմ վարմունքը, իմ ապրելակերպը, իմ ընտանիքի մեջ, եկեղեցու մեջ լինում է սիրո արտահայտություն։ Եթե իմ ներսի շարժառիթը չի գալի այս հիմքի վրա, ոնց որ Արմեն աղբեր ասեց, դրսից, մարմնավորից, Ադամ բնությունից է գալի, էսի շատ բերում է վնասներ։ Բայց քանի որ մենք մարդ ենք, հնարավոր է սայթակումներ, հնարավոր է ոչ ճշգրիտ բաներ, հնարավոր է կեղծավորություն, հնարավոր է չգիտեմ ինչեր, էսի այդպես մի անգամից չի երևում, բայց Տերը ամեն բան Երևան է հանելու, ծածուկ բան չի մնալու։
Եթե ես անկեղծ եմ, կոտրվում եմ, խոնարհվում եմ, Տերը օրհնելու է։ Եթե ես շիտակ եմ Տիրոջ առաջ, ունեմ այդ զգաստությունը հավատքի սիրո, Տերը շտկելու է ինձի։ Եթե ես մնամ, ոնց որ կարդացի, մինչև վերջ հավատարիմ մնամ իր ներկայության մեջ, Տերը ուղղելու է քուրեր եղբայրներ ջան։ Աստված օգնական լինի։ Ուրեմն Հռոմեացիս կարդում եմ, Հռոմեացիս 8-րդ գլուխ, տեսեք, 8:35-ից կարդամ քուրեր եղբայրներ ջան։ 8:35-ից Ուրեմն ով պիտի զատե մեզ Քրիստոսի սերեն, տառապանքը կամ նեղությունը կամ հալածանքը, ուրեմն տեսեք, սա որ կարդում եմ, ասում է անօրության շատնալու պատճառով շատերու սերը պիտի պաղի, չէ՞։ Հիմա հնարավոր է տառապանքը այդ սիրով մեջ պաղեմ, նեղություն գա պաղեմ, եւ այսպես շարունակ կարդամ։ Նեղությունը կամ հալածանքը կամ սովը կամ մերկությունը կամ վտանգը կամ սուրը, այսինքն նման բաները, որ առաքյալը ասում է, մարդը հնարավոր է պաղի սրա մեջ։ Սուր, հալածանք, նեղություն, ասես բաներ գա, պաղի Աստծո սիրո մեջ։ Բայց ասում է առաքյալին, ոնց ինչպես գրված է, ամեն օր քեզի համար կսպանվինք, մորթվելու ոչխարի պես կսեպվինք, ապա այս ամեն բաներու մեջ ավելի հաղթող կլանք անով, որ մեզ սիրեց։ Վասնզի ես հաստատ գիտեմ, թե ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակները, ոչ իշխանությունները, ոչ զորությունները, ոչ ներկա բաները, ոչ գալու բաները, ոչ բարձրություն, խորություն, ոչ ուրիշ արարած կրնա մեզ զատել Աստծո սերեն, որ Քրիստոս Հիսուսով մեր Տիրոջմով է։ Տեսնում եք, Հիսուս Քրիստոսով այդ սերը, որ առել եմ, պատկերացրա, հիմա ես ուխտ եմ կապել Տիրոջ հետ, այդ հավիտյան իր սիրո քաղցրության մեջ, ինչը պիտի զատի, ով պիտի հանի այդ սերը մեր միջից, ասում է, նեղությունը, հալածանքը, տառապանքը, հրեշտակները, այս բաները, քուրեր եղբայրներ ջան, եթե այս բաները հասնում է մեր վրա, մենք պաղում ենք, քուրեր եղբայրներ ջան, Հիսուսի սիրոցը, այդ բանը, ասում է, առաջվան սերը ձգել ես։ Երբ որ մարդը կգա ճշմարտապես այս սիրուն կկրտնի, որ Հիսուս իր անձը այդ սիրո համար, որ այնքան սիրեց իր կյանքը դրեց ինձի փրկագնելու համար, ես դատապարտված էի մահվան, ես դժոխքի այդ մահվան ճիրաններում էի, դրա համար ինձի հանելա, հիմա այդ սիրո արտահայտությունը ես հասկանում եմ թե չէ, բացվել է ինձի թե չէ, քուրեր եղբայրներ ջան, այսպես բաների մասին պետք է խնդրել, ոչ թե ասեմ, վայ, այս բանը եկավ, ինչ բանը արեց կամ ես ինչ Սեն ինչ հարցը, Հիսուս ջան, բաց քո սիրո արտահայտությունը, ես քեզի ավելի ճանաչեմ, քո սերը կպնի ինձի, որ ես այդ սիրով ապրեմ, որ այդ սերը ոչ մեկ ինձանից չպետք է հանի, այդ սիրո մեջ ապրեմ, քուրեր եղբայրներ ջան, եւ 31-ից մի քիչ վերևից կարդամ, ուրեմն ինչ ասենք այս բաներուն համար, եթե Աստված մեր կողմն է, ով պիտի լա մեզի հակառակ, ան որ իր որդին չխնայեց, ապա մեր ամենուն համար մատնեց զանիկա, ալ ինչպես հետ բոլոր բաները մեզի չի պարգևեր, ով է որ Աստծո ընտրածներուն դեմ մեղադիր կլա, Աստված է որ կարդարացնե, ուրեմն ով է որ կդատապարտե, Քրիստոս է որ մեռավ, մանավանդ որ հարություն առավ ու Աստծո աշկողմն է, որ նաև մեզի համար բարեխոսություն կնե, կդատապարտես քո քրոջդ եղբորդ, Հիսուս իր համար մահացել է։ Սա է Աստծո սերը։ Էսի ես տեսնում եմ, որ Աստծո սերը իրան դատապարտությունից հանել է։ Ինչի եմ ես դատապարտում։ Ինչի եմ վեկալում դնում քուրեր եղբայրներ ջան։ Վեկալել դնելով քուրեր եղբայրներ ջան, հորսեր ասում է, եթե դու վեկալում դնում ես, դատում ես, դու մարդասպան ես խոսքը ասում է։ Իսկ ոչ մի մարդասպան երկնային արքայություն չպետք է մտնե, այսինքն իմ խոսքվածքին, իմ լեզվին ես պետք է ազատություն չտամ։ Սա շատ կարևոր բան է, քուրեր եղբայրներ ջան։ Եթե ես այս բանի մեջ կտրվեմ, ուրեմն կգնեմ դատապարտության տակ, կգա այս բանը իմ վրա։ Դրա համար Աստված օգնական լինի, Հիսուս հայտնվել է դատապարտությունից հանելու այս սիրո արտահայտությամբ, ինչի ես դու վերցնում դնում, ինչի ես քո եղբորը դատում։ Որովհետև ասում մեկ օրենսդիր եւ մեկ դատավոր կա։ Եթե ես իմ դատս հանձնում եմ, հիմա հարց է եղել հանձնվի Տիրոջը, հանձնվի արդար դատավորին, որովհետև Հիսուսին երբ որ խաչում էին, ասում անոր բերնի մեջ նենգություն չգտնվեցավ, ապա արդար դատավորին կհանձներ։ Իր անձը հանձնում էր Աստծուն։ Այսօր բաներ կա, հարցեր կա, խնդրում ես չի լինում, աղաչում ես չի լինում, խրատում ես չի լինում։ Քուրեր եղբայրներ ջան, շատ ասելով չի։ Ասում է, ապա իմ հոգիով է,
Ախոտ քարա, հանձնում ես Տիրոջը մեկ էլ, ես շատ եմ ուրախանում Սուրբ Հոգու գործի վրա, քուրեր եղբայրներ ջան։ Բաներ կա, ասելով չի, բանով չի, հանձնվում ես Սուրբ Հոգուն, հանձնում ես Տիրոջը եւ Աստված հաստատում է հրաշքներով, նշաններով։ Սա է այդ կյանքը սկսում առաջանալ մեր մեջ, քուրեր եղբայրներ ջան։ Ու իմ հավատքը ավելանում է, տենում եմ Աստծո մեծ գործերը, հավատքս ավելանում է, հաստատում է հրաշքներով եւ նշաններով։ Այդ սիրո մեջ է Տերը ուզում մենք ապրենք, քուրեր եղբայրներ ջան, որովհետև իր սիրո արտահայտությունը ցուցաբերեց, գործնական ցուցաբերեց ինձի քեզի։ Ոնց ցուցաբերեց, կարդամ, սա հիանալի համար է, բոլորս գիտենք այս համարը եւ անգիր գիտենք։ Հովանու ավետարան 3:16-ը, վասնզի Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին տվավ, որպեսզի ամեն ով որ անոր հավատա չկորսվի, ապա հավիտենական կյանք ունենա։ Եթե կհավատաս Աստծո որդուն, եթե կկրտնես իրան, ես էլ դատավոր չեմ։ Ես մի մեղավոր մեկն եմ, որ Աստված ինձի փրկել է, այդ մարդուն էլ է փրկել։ Իրան համար էլ այրուն թափե։ Ունի եղբայր ասեր, չէ, մենք Հիսուսի առաջ ոնց որ հավասար ենք, իր սիրո արտահայտությունն է։ Ըթե չի բարձր ցա, Աստծո առաջ Աստված իր որդին տվել է, իր սերը արտահայտել է, մենք բոլորս իր առջև հավասար ենք, քուրեր եղբայրներ ջան։ Իր այրան գինն ենք, այդ թանկ գնով ենք գնված։ Տիրոջ անունը փառավորվի։ Եվ այս սերը եւ Աստված արտահայտել է եւ նաեւ գրված է Հռոմեացիս կարդամ 5-րդ գլուխ, ուրեմն 8 խոսքից, 5-8-ից։ Երբ արեց այս բանը, կարդամ 5-8-ից։ Ուրեմն ասում է, սակայն Աստված իր սերը, որ մեր վրա ուներ, ասում է, հայտնեց, երբ դեռ մեղավոր էինք։ Երբ հայտնեց, երբ դեռ մեղավոր էինք, հիմա բաներ կա, դիմացինը կարող է անվայել բաներ լինի, հիմա պետք է քաշենք այդ սիրո, որովհետև երբ որ ես մեղավոր էի, ասում է իր սերը հայտնեց, երբ դեռ ես մեղավոր էի։ Հիմա ուզում այն մեկին էլ փրկի, հիմա պետք է մենք էլ համբերենք, մինչև այդ մարդն էլ կյանքի գա։ Եվ ասում է Քրիստոս մեզի համար մեռավ, ուրեմն հիմա որ իր այրունով արդարացանք, որչափ ավելի իրմով պիտի ազատենք բարկությունեն, վասնզի եթե մեր թշնամի եղած ատենը Աստծո հետ հաշտվեցանք իր որդին մահովը, որչափ ավելի մեր հաշտված ատենը պիտի ապրենք անոր կյանքովը, Քրիստոսի կյանքովը, որ Աստված առաջարկում է, շնորհ անում իր որդուն, մորթվավ այդ կյանքը տալով ասում է նմանվի իրան։ Հիսուս ասեց ինձի նմանվեք, որ հեզ եմ եւ սրտով խոնար, չէ, այդ իր որդու առաջարկած կյանքով ապրի, սիրո կյանք ասում ապրի։ Հիմա համ դու կշահվես, համ ընտանիքդ կշահվի, համ եկեղեցին կշահվի, բոլորին օգտակար կլինի, եթե ես մնամ այս սիրո մեջ, քուրեր եղբայրներ ջան։ Ուրեմն առաջի Կորինթացիս 13-րդ գլուխը խնդրում եմ կարդացեք։ Սիրո մասին շատ գեղեցիկ բացատրում է, որ սերը ընկերություն չի անե, անվայել վարմունք չի ունենա, բոլոր մեր ապրելակերպը նկարագրում է, շատ չեմ ուզում երկարացնեմ, հայտարարություններ կլինի, եղբայրները շարունակելու բան կունենան։ Աստված օգնական լինի։ Մի փոքր ամփոփենք եւ ավարտենք։ Ես այսօր ուրեմն նայենք մեր սերը բաղումա թե չէ, քուրեր եղբայրներ ջան։ Աստծո խոսքի նկատմամբ, հավատքի նկատմամբ, Հիսուսի նկատմամբ։ Այս սրանից է, որ այս շարժառիթից է, որ գալիս է մեր հարաբերությունը ճիշտ է կառուցվում։ Եթե ես ունեմ հավատքով հաստատված եմ Քրիստոսի սիրո մեջ, իմ ու քո հարաբերությունը շարժառիթը եթե սրանից է գալիս, մեր ընթացքը ճիշտ է գնում, եկեղեցու ընթացքը ճիշտ է գնում։ Այսինքն, եթե իմ հարաբերությունս հավատքի եւ սիրո հիմքի վրա է, իմ անձս կապ ունի Աստծո խոսքի հետ, Աստծո Սուրբ Հոգու հետ, Հիսուսի հետ, իմ հարաբերությունս կառուցվում է նաև ընտանիքի մեջ, արտացոլվում է ընտանիքի մեջ, եւ սա բերում է եկեղեցու մեջ, եւ սա բերում է շրջապատի մեջ, սա բերում է մեր հարևանների մեջ։ Աստված օգնական լինի։ Այսօր նայեմ ես, իմ սիրո մեջ ես պաղած եմ հավատքի, սիրո, զգաստության, այս սրա յետևեն եմ, թե ինչ որ մի բան խաթարվել է։ Աստված օգնական լինի, որովհետեւ քանի գնա աշխարհը մեղքի անօրության մեջ է գնալու, թե այն մարդը, որ մի թիքասս բանել ուներ, հագարագորդը ուզում է քանդի ավելի, բայց Քրիստոսի զավակները, որդիական կոչում ունեցողները, ով որ որդե գրով է եկել, որ այս հոգեբանությամբ է, ավելի կգնա սիրո մեջ, ավելի կհաստատվի սիրո մեջ, եթե մի բան ինչ-որ ընչի, ես խոսքին նայելով շտկվեմ, քուրեր եղբայրներ ջան, եթե իմ հարաբերությունս
իմ կնոջս հետ լավ չի, եթե իմ հարաբերությունս իմ զավակներիս հետ լավ չի, եթե եկեղեցու մեջ լավ չի, ժամանակ կա այսօր, շտկելու ժամանակ կա, ոնց է շտկվում, Հիսուս Քրիստոս իր անձը դրեց այդ սիրո արտահայտությունով, նայի խաչի Գողգոթային խաչյալ Քրիստոսին, նայի և այդ ներսիդ բժշկությունը կգա, այդ ներսիդ այդ սերը կգա, իր սերը կգա քո մեջ, Սուրբ Հոգին կբերի սերը քո մեջ և այդ վարմունքն ու ամեն բանը կկարգավորի, նայի Տիրոջը, նայի Տիրոջ արածին, նայի մեր հորը, հոր Աստված, որ մեզի իր որդին չխնայեց, ասում է, էլ ինչը պիտի խնայեմ ձեզի համար, մի ասա էդի չարիր, ենի չարիր, սես բաները, կամ այդ ոնց որ ավագ որդու պատմությունը, քուրեր եղբայրներ ջան, որդի ես դու, որդիական իրավունքով, այս կոչման համաձայն, ամենաբարձր, ամենամեծ կոչումն է, և սա տրված է, շնոր արե ինձի քեզի, և այս սիրո մեջ իշքան մնամ, հաստատվեմ սրա մեջ, սա կարտացոլվի բոլորիս վրա, Տիրոջ անունը փառավորվի, եկեք աղոթք անենք։ Հիսուսի մենք միջետ օպտի աղոթ կանենք կրկին անգամ ու վերջացնենք, սիրելիներ, ուղղակի ես ուզում եմ մի տեղից խոսք կարդալ և հաստատենք այդ բանը մեր մեջ և Տիրոջ անունով փառավորվի եղբայրներ քուրեր։ Փիլիպպեցիներին ուղղված նամակի մեջ Պողոս առաքյալը առաջի գլխի 9-րդ տողից կարդում ենք հետևյալը, Փիլիպպեցիս 1:9 Եվ այս աղոթքը կնեմ, որ ձեր սերը հետզհետե ավելի շատանա գիտությունով ու բոլոր ընտրողությունով, որպեսզի դուք տարբեր բաները զանազանեք, որպեսզի մինչև Քրիստոսի օրը անկեղծ և առանց գայթակղության ըլլաք, արդարության պտուղներով լցված Հիսուս Քրիստոսի ձեռքով Աստծո փառքի ու գովեստի համար։ Տեսնում եք այս երկնային բաները, սիրելիներ, ինչ անորից աղոթում Պողոս առաքյալը, որպեսզի եկեղեցում սերը շատանա։ Ինչի համար, որ զանազանեն։ Տեսեք ինչքան կարևոր է։ Ասում է, որ ձեր սերը հետզհետե ավելի շատանա, ինչով, գիտությունով ու բոլոր ընտրողությունով։ Սիրո հետ միասին գիտությունով և ընտրողությունով, որպեսզի մենք զանազանենք, գիտություն և ընտրողություն ինչի համար է։ Ոնց որ թե միտեղ գրված արոշ թարգմանության մեջ ասում է իմաստությունով։ Գիտությունը, ընտրողությունը կամ իմաստությունը ինչի համար է, տեսեք ինչ է ասում, նորից եմ կարդում, որպեսզի դուք տարբեր բաները զանազանեք։ Տեսնում եք կարևորությունը, սերը, գիտությունը և ընտրողությունը տալի, որպեսզի տարբեր բաները զանազանեն, որպեսզի մինչև Քրիստոսի օրը անկեղծ և առանց գայթակղության ըլլաք։ Ի՞նչն է հետևանքը։ Առանց գայթակղության ըլլալ։ Եթե սերը գործում է, սիրո հետ միասին գիտությունն և ընտրողությունն է աճում, հավատացյալը առանց գայթակղության է լինում, սիրելիներ։ Այս մարդուն ինչ ուզում ես ասա։ Ինչ ուզում է տենա ինքը եկեղեցում։ Եվ ձեզ մի բան ասեմ, ընդհանրապես շատ եղբայրներ քուրեր, երբ որ կիսվում են խոսքով, ասենք զրույցներ ա լինում, ասում է եկեղեցում ես ինչ բանը կա, ես ինչ եղբայրը սենց անում, այն ինչ քուրիկը նենց անում, ինձի սենց բան ասեցին, սերներ, հավատացեք, դրսում ձեզի ոչ մեկը բան չի ասելու։ Հասկանում եք ասածս։ Գործի տեղում, ընկերական շրջապատում, աշխարհում ձեզի ոչ մեկը բան չի ասելու։ Բայց եկեղեցում ասելու են։ Ինչի համար, որպեսզի իմ հոգևոր վիճակը դուրս գա, արտահայտվեմ ես ով եմ, ստեղ եմ արտահայտվում։ Եթե ինձի չասեն իմ թերությունը, իմ խնդիրը, պրոբլեմը կամ անտեղի կպնեն թեկուզ, ինչ կա բխելու տեղից, սերա բխում, թե հակառակություն, պաշտպանվածություն, բայց այստեղ խոսք ինչ է ասում, արդարության պտուղներով լեցված։ Եթե սերը կա, արդարության պտուղներ է դուրս տալու։ Միտք առնում եք, չէ՞, սիրելիներ։ Եթե սիրո հոգինի մեջ բնակված է գիտությունով, ընտրողությունով միտեղ, արդարության պտուղներ է լինելու։
Եվ այդ ժամանակով ինչ ուզում է ասի կամ անի, իմ մոտ արդարության պտուղներ կա։ Իմ մոտ արտահայտվում է սիրո հոգին, եւ ես ընտրություն եմ անում Փառք Հիսուսին։ Եվ ինչի համար? Աստծո փառքի գերագովեստի համար։ Լսակ ինչի համար։ Ոչ թե իմ համար, ոչ թե դիմացինի համար, այլ Աստծո փառքի ու գովեստի համար։ Եթե աճել է իմ հոգին, իմ ներսը մինչև այստեղ, Աստված փառավորվելու է։ Եվ դուք պատկերացրեք, որ ամեն մարդ այստեղ այդպես է մտածում։ Դուք պատկերացնում եք ինչ կլինի։ Աղոթենք բժշկություններ կլինի, աղոթենք հրաշքներ կլինի, աղոթենք զորություններ կլինի, երբ որ ամեն մարդ մտածում է այսպես սիրելիներ։ Դա Աստծո հոգու միաբանությունն է։ Մենք շատ ենք օրինակ բերում Գործք Առաքելոցի ժամանակվա եկեղեցին, երբ որ ասում են բոլորը մեկ սիրտ ու մեկ հոգի էին։ Հետևանքը հրաշքներն էր, մեկ սիրտ մեկ հոգի լինելու։ Ամեն մարդ իրանը չէր ասում։ Այսօր եկեղեցու սովորությունը ամեն մարդ իրանն է ասում, ով ոնց հասկանում է։ Ինքը սենց է հասկանում, ինքը սենց է իմանում, իրան սենց են ասել։ Եվ դրա պատճառով էլ մենք չունենք այդ զորությունները։ Մի հատ եղբայրը նոր ասում էր, մենք ուղղակի յոլա ենք գնում։ Ոչ զորությունների համն ենք առնում, ոչ աստվածային կյանքի լույսն ենք տեսնում, ոչ նրա փառքին ենք հաղորդում, ուղղակի յոլա ենք գնում։ Դենց սովորություն է դարել, եկել ենք, աղոթում ենք, գնում ենք տուն։ Շաբաթը մեկ կգանք, չեն գա, իսկ որն է հավատքի ընդհանրապես ճանապարհը սիրելներ։ Դրա մասին մենք խոսենք մյուս պաշտամունքին։